Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Թևանյան հրավերս ընդունելու համար։ Մեր զրույցը ուզում եմ սկսենք հանրային հեռուստաընկերության եթերից տարվող քարոզչությանը անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովրդին հաղթելու ենք հեշթեգի ներքո մոլորեցրած եւ ըստ էության սին հույսեր ներշնչած Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով հիմա Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից ըստ էության նացիստական քարոզչություն է տարածվում, փորձելով նսեմացնել Ստալինգրադի ճակատամարտի ունեցած նշանակությունը եւ հայ հասարակությանը մոլորեցնել, թե գերմանական կողմը ծրագիր ուներ գրավել Թուրքիան ու ստեղծել մեծ Հայաստան։ Իդեպ հանրային հեռուստաընկերության մեկ այլ տաղավարից արվում է մեկնաբանի կողմից հայտարարություն, թե ժողովուրդը չէր ուզում կռվեր մեծ հայրենականի ժամանակ։ Ես խնդրում եմ անդրադարձեք այս փուլում նման աննախադեպ չտեսնված քարոզչության նպատակը որն է։ Մի վարկած կա համաձայն, որի Նիկոլ Փաշինյանը երևի փորձում է իր պապուն պաշտպանել։ Գիտեք, իր պապու հետ կապված պատմություն կա ֆաշիստների հետ համագործակցության, բայց ես այդ վարկածին հակված չեմ, այլ հակված եմ այն վարկածին, համաձայն որի տարվում է Հայաստանի Հանրապետության դեմ քարոզ ու նաև հակառուսական քարոզ, դրանք միմյանց հետ շահկապված են եւ դա նոր չէ։ Այն ինչ որ դուք տեսնում եք հանրայինի եթերում, դա իրականացվում է Նիկոլ Փաշինյանի միջոցով եւ Նիկոլ Փաշինյանի ցուցմամբ, նա էլ իր հերթին կատարում է, այսպես ասած, Վաշինգտոնյան ապկոմի հրահանգը դեռևս 18 թվականից սկսած, եթե հիշում եք, այսպես կոչված Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան ժամանեց Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը եւ ասաց, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր կարծրատիպերից ու դրանից հետո նաև տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ Բոլթոնի հրահանգը, ցուցումը շատ հստակ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը։ Որն էր այդ կարծրատիպը։ Հրաժարում Արցախից, այսինքն զիջումներ Արցախի հարցում, հրաժարում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, հայ-ռուսական հարաբերությունների փչացում եւ Թուրքիային ոչ թե որպես ցեղասպան երկիր դիտարկելու, այլ որպես բարեկամ երկիր դիտարկելու քաղաքականություն։ Սա այն կարծրատիպն էր, որը մեծ վերնագրով կարելի էր անվանել որպես հակառուսական քարոզություն, այսինքն Բոլթոնի խնդիրը ոչ թե հայ ժողովրդին վնաս տալն էր, այլ Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելը, որի արդյունքում մենք պետք է կորցնեինք Արցախը ու ի վերջո կարող ենք կորցնել նաև Հայաստանի Հանրապետությունը, եթե երկար գնանք։ Թևանյան, տեսեք, մարդիկ կասեն այս ամենի հետ ինչ կապ ունի մեծ հայրենականը, այդ քարոզչությունը։ Բացատրեմ, ես ավարտեմ։ Բոլտոնի քաղաքականությունը միտված է Ռուսաստանի դեմ, նաև Իրանի դեմ, որովհետև Բոլթոնը նաև հայտնի հակաիրանական գործիչ է, պրոթուրքական եւ պրոիսրայելական լոբիստական շրջանակների ներկայացուցիչ եւ եթե հիշում եք այն օրերին նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ մի օր կարող է Հայաստան-Իրան սահմանը փակվել։ Սա այդ ամբողջ փաթեթն էր, որի շրջանակներում արդեն Արցախը դարձավ Ադրբեջանի մաս Նիկոլ Փաշինյանի օգնությամբ 22 թվականի հոկտեմբերի 6 եւ սկսվեց հարձակում Հայաստանի արժեհամակարգի դեմ, մեր հայկական ինքնության դեմ, ավանդական ինստիտուտների դեմ, եկեղեցի, ընտանիք եւ այլն, բանակ, այդ բոլոր համակարգերի դեմ հարձակում կա եւ շատ ռիսկային քարոզչության գնացին Նիկոլ Փաշինյանը եւ իր տերերը, բայց կարելի ասել, որ այդ Օվերտոնի պատուհան կոչվածը բացվել է եւ մինչեւ վերջ արդեն ոչ թե պատուհան է հիշեցնում, այլ մեծ դարպաս եւ այդտեղ քարոզչությունը, որ հիմա իրականացվում է հայրենականը, միտված է նրան, որ ռուսները վատ են կռվում, իրենք ոչ մի դերակատարում չեն ունեցել, որ հայերը միշտ զոհվում են ռուսների պատճառով, դա նույնպես ցեղասպանության հետ կապված են ասում, նաև արդեն հայրենական պատերազմի կամ երկրորդ աշխարհամարտի հետ կապված են ասում։ Այսինքն թեզը հետեւյալն է. ռուսները վատն են, հայերը միշտ զոհվում են ռուսների պատճառով եւ ստորակետ թուրքերը շատ լավն են, արևմուտքը մեզ կօգնի,
Ինչպես որ օրինակ 22 թվականին, երբ որ ասում էին, որ տարածքային ամբողջականությունը որ ճանաչվի Ադրբեջանի ներառյալ Արցախը, այնտեղ հայերի անվտանգության հարցը կապահովի։ Հիշում եք Մակրոնը, Միշելը, բոլորը, Բայդենը նաև իր քավորությամբ էր այդ ամեն ինչը տեղի ունենում, ասում են, որ մենք անվտանգությունը կապահովենք։ Հետո տեղի ունեցավ Արցախի անկում եւ 120,000 Արցախահայերի էթնիկ զտում եւ իրենք միջև ման նույնիսկ այդ դրա ձևակերպումը չեն տալիս։ Թևանյան Փաշինյանը կառավարության նիստի հայտարարում էր, որ այնտեղ ապրողների անվտանգության համար սպառնալիքներ չկան, երբ ուղղակի մարդիկ կյանքի խնդիր էին լուծում։ Տեսեք, զուգահեռները վերցրեք, արևմուտքը կապահովի անվտանգություն եւ մենք ստանում ենք հայերի ցեղասպանություն 120,000-ների էթնիկ զտում։ Հետո ինչ ենք տեսնում, Մակրոնը ասում է, «Օ, ցավում եմ այս ամեն ինչի համար» եւ անցնում են առաջ։ Կարևորը որ այնտեղ ռուսների գործոնը վերանա։ Հիմա ասում են հայերը Ստալինգրադում զոհվել են հանուն ոչնչի, փաստորեն, որովհետև իրենք կարող են ստանալ մեծ Հայաստան արևմուտքի տվյալ դեպքում արդեն նացիստական, ֆաշիստական Հիտլերի կողմից։ Հենց որի դաշնակիցը Թուրքիան էր։ Այո, դաշնակիցը Թուրքիան էր, բայց իրանք ասում են, այդպիսի բան չկա, թուրքերի հերն անիծելու էին ֆաշիստները եւ նվիրեին հայերին։ Սա այն պրիմիտիվ քարոզն է, որը նման է Վուդրո Վիլսոնը իրավարար վճռով Հայաստանին 160,000 քառակուսի նվիրելու, Մակրոնն ու Միշելը Արցախահայերին անվտանգություն էին նվիրելու։ Մի խոսքով, այս քարոզությունը իրականացվում է այդ պարզ թեզերի միջոցով։ Արևմուտքը մեզ կօգնի անվտանգության հարցում, Ռուսաստանը վատն է, մենք միշտ տուժել ենք Ռուսաստանի պատճառով եւ ահա ընդհանրապես պետք է մոռանալ վռնդել Ռուսաստանին այստեղից եւ Թուրքիան իր բարեկամական գիրկը կընդունի հայ ժողովրդին։ Իդեպ պարոն Թևանյան, այս ցեղասպանության ժամանակին այդպես է։ Այս քարոզչության ֆոնին պաշտպանության նախարար Պապիկյանի այցն է տեղի ունենալու, Գերմանիա այցի մանրամասները հայտնի չեն ու նմանատիպ ուղերձներ են հնչում հանրայինի եթերից։ Սա արդյոք պատահական է, թե համընկնում է։ Պատահականությունը թողնենք մի կողմ այդ այցի, այն որ իրենք արևմտաթուրքական վեկտորն են ընտրել այս իշխանությունները, դա հայտնի է վաղուց, եւ տեսեք մի հետաքրքիր իրավիճակ, համաձայն որի ցեղասպանության հարցը արդեն կարող է դառնալ քննարկման առարկա եւ Հայաստանի իշխանության պրոպագանդա քննարկման առարկային առումով որ կարող է հերքվել եւ վերջում էլ Նիկոլեն կասեն որ ռուսների պատճառով է դա եղել արդեն ասում են արդեն ասում են հիմա տեսեք այս քարոզությունը որ իրանք իրականացնում են Ռուսաստանի դեմ նման է մերձբալթյան երկրների Ուկրաինայի եւ մասամբ նաեւ Լեհաստանի կողմից իրականացվող քարոզության այսինքն այնտեղ օրթոդոքս շրջանակներ կան, որոնք այդպես հակառուսականության էքստազի մեջ արդեն համարյա դառնում են Հիտլերի վկաներ։ Հիմա այս իշխանությունը դարձել է Հիտլերի վկան։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն անուղղակիորեն նաև իր պապուն է պաշտպանում, նաև պապուն է արդարացնում, այսպես ասած, բայց հիմնականում ոչ թե ինքը իր պապուն է արդարացնում, այլ դրսի տերերը ասել են հակառուսական քարոզ պետք է տանեք եւ պետք է ձևակերպեք, որ թուրքերը ձեր բարեկամներն են, իսկ ձեր թշնամիները ռուսներն են։ Ուղղակի մենք որ նայում ենք պատմությանը եւ քարտեզին, արևմտյան Հայաստանում ոչինչ չի մնացել, իսկ արևելյան Հայաստանում, որը ռուսական ազդեցության տակ է եղել, ստեղծվել է Հայաստանի Հանրապետություն։ Հիմա իրանք ուզում են այդ ճակերտավոր սխալը շտկել եւ վերացնել Հայաստանի Հանրապետությունը։ Անտոնյան, այս քարոզչությունը ինչպես է ընդունվելու Մոսկվայի կողմից, սրան գումարած նաև մայիսի 9-ից առաջ Ալեն Սիմոնյանի հերթական հակառուսական, այսպես ասած, ալիքի բաց թողնելը Ռուսաստանին մեղադրանքը հիբրիդային պատերազմի մեջ, Փաշինյանի անփառունակ ու կարող ենք օգտագործել այս գնահատականը խղճուկ ներկայությունը Կարմիր հրապարակում, երբ Հայաստանի Հանրապետությունը անգամ մի փոքրիկ ջոկատ զորախումբ վաշտ չէր ուղարկել, իսկ այնտեղ Ադրբեջանը ուղարկել էր, թեև Ալիևը ներկա չէր, դուք նաև մասնակցել եք այդ զորահանդեսին, Մայր Հայաստանը Ռուսաստանի նախագահի աշխատակազմից հրավեր է ունեցել, խնդրում եմ այս հարցը դիտարկեք նաև այս հարթությունում ու նաև գնահատեք Փաշինյանի ներկայությունը այնտեղ։ Նախ զուտ զգացմունքների, էմոցիաների մասով ինձ համար շատ
այսպես բարձր ֆոն էր, մասնակցել են առումով, որ երկու պապերս էլ մասնակցել են հայնական պատերազմին եւ բավական փառահեղուղի են անցել եւ ես Անդրանիկ Թևանյանի տվյալ դեպքում պապուս եւ Պերճ Նազարեթյանի ոնց որ կողմից իրենք երկուսն էլ ցավոք ողջ չեն մասնակցում էի այդ զորահանդեսին նաեւ մենք պաշտոնական հրավեր ունեինք նախագահի աշխատակազմից Ռուսաստանի Դաշնության եւ սիրով ընդունել էինք այդ հրավերը Ինչ վերաբերում է պատկերին, ես պետք է ասեմ, որ աշխարհաքաղաքական թափառաշրջիկի կարգավիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը օտար էր յուրայինների մեջ, բայց նա նաև օտար է օտարների մեջ, որովհետև իրեն ընդամենը օգտագործում են արևմուտքում Թուրքիայում, իսկ Թուրքիայի մասով ինքը ուղղակի դարձել է վասալ մանրադրամ եւ սպասարկում է նրանց օրակարգը Սկզբում դավաճանաբար հանձնեց Արցախը, հիմա էլ ասենք շարունակում են նրանց պահանջները բավարարելու քաղաքականությունը, լինի դա սահմանադրության փոփոխություն, դա անկախության հռչակագիր, թե մեկ այլ բան։ Շատ վատ էր իհարկե, որ հայկական զորախումբ չէր մասնակցում, բայց դա Նիկոլ Փաշինյանի մեղքով է։ Եթե հիշում եք, դրանից առաջ Եվրոմիության չինովնիկները ասում էին, որ պետք է չմասնակցեն մայիսի 9-ին բոլոր նրանք, ովքեր որ ուզում են Եվրոմիության հետ ինտեգրացիա ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանը, քանի որ այսպես գավառական շուստրություն ունի, ինքը որոշել էր մասնակցել, այսպես նեղացած կարգավիճակով բոմժի պես նստել մի մութ անկյունում հոնքերը կիտել ու լաց լինել, բայց մյուս կողմից է զորախումբ չէր ուղարկվել եւ դա այն դեպքում, երբ որ հայ ժողովուրդը հսկայական մասնակցություն է ունեցել երկրորդ աշխարհամարտում, հարյուրավոր զոհեր են եղել, խոսվում է մինչև 300,000 զոհի մասին, մենք մարշալներ, ադմիրալներ, այդ ամեն ինչը մենք ենք տվել եւ ընդ որում մեծ մասը նաեւ այդպես զնակովի մարդիկ Արցախից են եղել, նույնիսկ մի գյուղից եւ չունենալով ծով մենք ադմիրալ ենք տվել փաստորեն բանակին եւ ստացվում է որ Ադրբեջանը որը անհամեմատ քիչ դերակատարում է ունեցել այդ հաղթանակի մեջ ինքը իր զորախմբով մասնակցում է եւ իդեպ ասեմ մի բան կադրերից վրիպել է Ես էլ բնականաբար այնտեղ հաստատ չէի նկարի ադրբեջանական զորախմբի անցնելը, բայց հիմա ցավում եմ, որ չեմ նկարել, որովհետեւ միակ կիքսը որ տվեց այդ շարասյունը, որ անցնում էր, դա ադրբեջանական շարասյունն էր, իրենք ավտոմատավորներով էին անցնում, հիմա կադրերը ես չգիտեմ պահպանվել են թե չէ, ընդհանուր այդ հաստատությամբ որ տվել են դժվար տան երևի այդ կիքսը նկատեցին, չտվեցին, բայց ես բառացի փոխանցում եմ, որովհետեւ տրիբունայում եմ եղել, նստած տեսել եմ։ Միակ զորախումբը, որը քայլելուց կիքս տվեց, այսինքն ավտոմատավորների անցման ժամանակ իրենց մեկի ձեռքից այդ ինքնաձիգը ընկավ եւ ինքը ստիպված կռացավոր վերցնի ու շարքերը խառնվեցին։ Այսինքն ադրբեջանցիները միակ կիքս տվածն են եղել այդտեղ, սա էլ երևի ինչ-որ խորհրդանշական բան է, որովհետև այդտեղով անցնում են մարդիկ, ովքեր այդ դերակատարում չեն ունեցել եւ ցավոք սրտի չի անցնում հայկական զորախումբ, որը փառահեղ ուղի է անցել, ասենք մենակ են որ Թամանյանի 89-րդ դիվիզիան ասենք Բերլին են հասել եւ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում մենք մեր լուրջ ներդրումը ունենք, այդտեղ մենք տիրոջ կարգավիճակով կարող եմ ասել, որ ես օրինակ ինձ տիրոջ կարգավիճակում եմ զգացել այդտեղ, ոչ թե հյուրի այլ իմ պապերը կռվել են, հայ ժողովուրդը կռվել է, մինչև 500-600,000 զորակոչիկ է եղել մասնակից, նաև ոչ միայն սովետական Հայաստանից, ամբողջ աշխարհից, այդքան զոհ ենք տվել, մենք տիրոջ կարգավիճակում ենք այդտեղ գտնվում, մենք ինչի մասին է խոսքը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը տեսեք ինչ ամ, ինքը փաստորեն հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը զրկել է դաշնակիցներից դարձել է աշխարհաքաղաքական թափառաշրջիկ եւ ի վերջո վերածվել է մանրադրամի։ Այս պարագայում արդեն մենք տեսնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը ուղղակի օգտվում են առիթից եւ ինչ ենք ստանում մենք այս ամեն ինչից։ Ամենաեժանագին ֆունկցիան են դրել, նույնիսկ Վրաստանում այդպիսի բան չեն հայտարարի։ Վրաստանում, Ուկրաինայում, Ուկրաինայի ասենք այդ Լվովի հատվածներում այդ պոլիցայիների հատվածներում կարող է ասեն, որ Հիտլերը լավն էր, բայց որ Հայաստանի Հանրապետության կողմից այդպիսի քարոզ տարվի եւ Մոսկվայում պարոն Թևանյան, ինչպես է այդ քարոզչությունը ձեր կարծիքով գնահատվելու։ Ի վերջո լսում են, չէ, հասկանում են, չէ, ինչ է։ Ինձ ավելի քիչ է հետաքրքրում թե Մոսկվայում ինչպես կգնահատվի։ Հասկանում եմ։ Նայեք, առաջին հերթին մենք պետք է գնահատենք դա։ Առաջին հերթին դա հայ ժողովրդին է վերաբերում, որը խայտարակություն է։ Դե Մոսկվայում արդեն գիտեն այստեղ ում հետ գործ ունեն։ Իրենք տեսնում են, որ ասենք ճիշտ ասած
նաև ցավակցության նման մի բան է ստացվում, որ ես նաև շփվում էի պետական քաղաքական շրջանակների հետ, այդ մայիսի նիտնակատարության շրջանակներում, իրենք այսպես ցավով էին նշում, որ դե հայ ժողովրդին փաստորեն բաժինը հասել իշխանությունը։ Ես էլ ասում եմ դա մեր գործն է, մեր ներքին գործն է, մենք մեր շան հարցերը ինքներս պետք է լուծենք, այսպես ասած։ Ես շունը ճակերտներում դրեք, ոչ մի վիրավորանք չկա, այստեղ խնդիրն այն է, որ Փաշինյանին չհաջողվեց նաև ունենալ առանձնազրույց Պուտինի հետ, իհարկե հասկանալի է, որ այդ օրը նրա օրակարգը ծանրաբեռնված էր, դե դա ոտքի վրա շփոթեց, այո, բարևելիս։ Կատակով ասում են երևի Եգորս հարգում ուտելիքի հոտ էր գալի, միանգամից ուզում էր բարձրանալ, ասեցին չէ հետո, գնային կողմ, հետո կբարձրանանք։ Այնպիսի առաջնորդներ կային, ինչպիսին Չինաստանի նախագահն էր, իհարկե այստեղ հասկանալի է, որ ինչպես ասում են կալիբրների տարբերություններ, բայց այս այցից առաջ ինչ որ ակնկալիքներ էին, հա, կապվում, թե Փաշինյանը կգնա նորից Պուտինի հետ իր հարցերը կլուծի, հետ կգա, մենք տեսանք, որ ոտքի վրա այդ կարճ երկխոսություններ ու ոչ ավելի։ Խնդիր չկա։ Հիմա տեսեք, հարցերը Նիկոլ Փաշինյանի հարցերը այն իմաստով, որը վերաբերում է Հայաստանին, մենք ինքներս պետք է լուծենք։ Բառից բուն իմաստով։ Չէ, այն մասով, որ իր համար էլի Մոսկվայից աջակցություն կկարողանա կորզել առաջիկա process-ներին։ Ինչ աջակցության մասին է խոսքը, ասենք Մոսկվան Նիկոլ Փաշինյանի հետ շփվում է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ոչ որպես մարդ, որին վստահում եք, այսինքն պետության հետ են շփվում, դե բնական է, որ պետք է շփումներ լինեն։ Հիմա Մոսկվան էլ ասում է, թե սա է ձեր երկիրը ներկայացնում, ստիպված իր հետ պետք է շփվեմ։ Բայց արդյունքներին Մոսկվան արդեն վաղուց չի հավատում, այդ հաստատ։ Եվ երկրորդը այդ հարցերը, որ ինքը պետք է լուծի, ինչ հարց պետք է լուծի։ Տեսեք, հապկի շրջանակներում հարաբերությունների վատ վիճակ։ ՀԱՏՄ-ից էլ ուզում են դուրս գան, բայց ռիսկ չեն անում, որովհետև հասկանում են, որ դա միանգամից գազի թանկացում է բերելու, միանգամից տնտեսական լուրջ հետևանքներ է բերելու, որովհետև Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը 13 միլիարդ դոլարի կարգի է։ Եվ ավելացել է իրենց օրոքի դեպ։ Դա զուգահեռ էքսպորտի միջոցով է նաև տեղի ունենում ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված, բայց 40-50% ապրանքաշրջանառություն կա արտաքին մենակ բաժին ընկնող Ռուսաստանին, ասենք այդ պարագայում հիմարություն է իհարկե, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը գավառական շուստրություն ունի, ինքը փորձում է մի կողմից ՀԱՏՄ-ում մնալ, բայց այն շրջանակները, որոնք այսպես պարզունակ ձևով պատկերացնեն, որ մենք կարող ենք ԵՄ-ի անդամ դառնալ, նրանց համար էլ օրենքը ընդունել է տալիս այդ որոշումը, որ ասում է դե լավ, ես կգնամ ԵՄ, մյուս կողմից հապկից է սառեցնում հարաբերությունը, բայց դուրս չի գալիս ու գնում է, ասենք, վերջին օրով ինչ որ փաստաթուղթ է ստորագրում Միացյալ Նահանգների գնացող նախագահի հետ, որը ոչ մի բան չի տալու անվտանգության հարցով։ Մակրոնը ընկել թե տեսնում եք, ասենք, իրենք ընդհանրապես Ուկրաինային, Հայաստանին, Վրաստանին փորձում են մանրադրամ դարձնել իրենց շահերից ելնելով, բայց ոչ մի անվտանգային համակարգ չեն ապահովում, իսկ անվտանգային համակարգը ապահովելու համար եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար մեզ միջնորդ երաշխավոր է պետք, որը կարող է միայն Ռուսաստանը լինել օբյեկտիվ հանգամանքներից ելնելով։ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի շահը։ Գտեք հարցի պատասխան, իսկ Ռուսաստանը ում շահն է պաշտպանելու։ Ռուսաստանը պաշտպանելու առաջին հերթին իր շահը, որը շատ դեպքերում համընկնում է մեր շահի հետ։ Ռուսաստանի շահերից բխում է Հայաստանի Հանրապետության գոյությունը, մեր շահերից էլ է, չէ՞ բխում։ Բայց Թուրքիայի շահերից չի բխում Հայաստանի Հանրապետության գոյությունը, հետեւաբար որ ասում են գուշակեք 3 անգամից։ Հիմա մենք ինչ պետք է անենք, մենք պետք է բալանսավորենք, չէ՞, եթե Թուրքիա ու Ադրբեջան կա, Նիկոլ Փաշինյանն էլ վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արևմուտքն էլ բառացի է ասում, սիրելի հայ ժողովուրդ, ես անվտանգություն ապահովող չեմ, բայց ինչ որ ձևով էլ ասում, բայց եթե դուք ուզում եք մանրադրամ դառնալ եւ ձեզ տաշեղի պես նետել մի կողմ, օգտագործվեք, եթե դուք ուզում եք։ Հիմա հայ ժողովուրդը այդ ամեն ինչը հասկացել է, Նիկոլ Փաշինյանն էլ հասկացել, դրա համար նյարդային է դարձել, ազգային ժողովում հիստերիկանում է, իսկ հիստերիկանում է ինչու, որովհետեւ լեգիտիմության իր վերջին փշրանքները հայ ժողովրդի աչքի առաջ վերանում են։ Որն է այդ լեգիտիմության փշրանքը։ Դա, այսպես ասած, ժողովրդավարություն, ինքը իբր թե ժողովրդավար է, ասում է Ղարաբաղը հանձնել եմ, Հայաստանի տարածքները հանձնել եմ, անվտանգությունը չեմ ապահովում, բայց զատո ժողովրդավար եմ, եւ երկրորդը զատո կոռուպցիայի եւ թալանի դեմ եմ պայքարում։ Բայց ամեն օր սկանդալները, որ մարդիկ տեսնում են, որ ինքը ժողովրդավար չէ եւ թալանի մեջ թաթախված է ինքն ու իր ամբողջ թիմը, նույնիսկ իր հաջախորդ կոալիցիոն գործընկերները։ Վերցնենք Մայր Հայաստանի օրինակը։ Տեղի ունեցավ բացահայտում
մանկապարտեզի Թալանի հետ կապված վատ աշխատանքների, դրանից հետո հետևեց սադրանքը հայհոյանքի տեսքով թաղապետի կողմից, այդ իրենց նշանակած, որից հետո հետևեց ծեծը քաղաքացուն եւ ինչ է տեղի ունենում ժողովրդավարության հետ, այդ մարդը դեռ շարունակում է պաշտոնավարել եւ ավելի ծանր մեղադրանք ներկայացված է ծեծողին։ Հիմա տեսեք, ժողովրդավարական բաստիոնի ներսում ծեծեցին քաղաքացուն, բոլորի աչքի առաջ թաղապետը ոմակով հարձակվեց քաղաքացու վրա։ Ոչ մի բան չի հետևում սրան։ Ինչու՞, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ հանգարց Երևանում եթե կոալիցիան փլվի, իսկ մասնագիտության ունենալու է խնդիր։ Նայեք, այնտեղ մասնագիտության տեր մարդ կա իր կոալիցիոն գործընկեր Երևանի ավականիում, դա Արամ Սարգսյանն է, որն իր մասնագիտությունը Վազգեն Սարգսյանի եղբայրը աշխատում։ Այդ այր մասնագիտությունը, ինքը որ ասեմ որտեղ է ավարտել բուհը, պետք է ասի Վազգեն Սարգսյանի եղբայրը աշխատելու ֆակուլտետում, որովհետև ինքը Վազգեն Սարգսյանի անունը դարձրել է առևտրի առարկա, զբաղվում է թալանով, զբաղվում է այն բռնություններով, որ մենք տեսանք իր թաղապետի կատարմամբ, եւ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասում է, նայ, եթե դու հանգարց մեզ պատժես, մենք դուրս կգանք կոալիցիայից, Երևանում կոալիցիան կփլվի, դու իշխանություն չես ունենա, ստիպած պետք է գնաս արտահերտ ընտրության, իսկ Գյումրիում դու տեսար, թե դու ինչ ես քեզանից ներկայացնում։ Ասում է, հա մենք առաջվա նախշունը չենք, որովհետեւ Գյումրիում չանցան այդ եվրոթուրքերը։ Արամ Սարգսյանը, որը քողածածկվել էր Եվրոդաշինքի անվան տակ, չանցավ անցողիկ շեմը, այսինքն առաջվանը չեմ որ Երևանցիներին խափեցին եկան, հետո միացան կոալիցիայի, եւ Եգորտ ասում է դու չես կարող հավաքել 30-35% հավաքելու ես պարտվես անունը դրել են ռուսահպատակների դեմ ենք պայքարում բան եւ այլն դա ապուշություն է Պարոն Թևանյան Մոսկվայում էիք նոր ծեծու ջարդի հրահանգներ ստացվեցին Պուտինը տվեց հանձնարարական իրենք են արել դե ասում են աշխարհակաղակական սադրանք է ուրեմն այդ տղան այդ թաղապետն է Ռուսաստանի շպիոն որովհետև ինքը հրահանգները ինքն է կատարում, եթե այդ շպիոնամանիայով է տարապում։ Դե գիտեք ինչ Նիկոլենք ինչ էին ասում, Նիկոլենց գաղափարական հայրերից մեկը ասում էր ավելի լավ է լինենք թուրքի շուն, քան ռուսի ստրուկ։ Այդպեսի ձևակերպում են տալի։ Մեկը չկա որ ասի, բայց ոչ թուրքի շունա պետք լինել, ոչ ռուսի ստրուկ, բայց քանի որ իրանք այդ երկընտրանքի տարբերակով են տեսնում, իրանք թուրքի շուն են դարձել իրենց բառերով։ Հիմա թուրքի շները հարձակվել էին քաղաքացու են ծեծում։ Հետո տեսան անպատժելիություն եղավ, հարձակվեցին մեր մյուս ավականու անդամի դեմ, այստեղ կոռուպցիան մի անդամներ բացահայտել, մյուս անդամի դեմ են հարձակվել եւ ընտանիքին պատկանող մեքենան այրել են։ Իդեպ նշվեց, որ արդեն կա ձերբակալված անձ։ Հա, բայց այդ ձերբակալվածը մեզ այդ քիչ է հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է մոտիվացիայի բացահայտումը։ Մեզ հետաքրքրում է Գևորգ Ստեփանյանը անձնական թշնամիներ չունի, անձնական կոնֆլիկտի մեջ չի որևէ մեկի հետ, մեր ավականու անդամն է Երևանի Մայր Հայաստան խմբակցության, եւ այրում են, ընդ որում եթե շուտ չզարթնեին, հարևանները չօգնեին, որ մարեն, շենքին տանը սեփական տունը, մոտեր, հրդեհ կպներ, ասենք երեխեք այդտեղ քնած էին, ապակին կոտրվել ու կրակը ասենք ներս թափանցեր, փաստորեն սա աբեկչություն է տեղի ունեցել։ Քաղաքական մենք միանշանակ գնահատում ենք քաղաքական, այո։ Միանշանակ իրենք թող բացահայտեն, հիմա մեկին ձերբակալել են։ Այդ մեկը թող բացահայտի, ասի ինչի արել։ Օրինակ, այդ թաղամասն որտեղ ապրում է Գևորգ Ստեփանյանը, բավական խուլ թաղամաս է։ Այնտեղ այնպես չի մանգալով գնում էինք ու տեսանք մի հատ մեքենա դուրները չեկավ, որոշեցինք վառել։ Ընդ որում նախապես հետնես վերցրել ենք փայտ, որ ջարդենք, բենզին, որ լցնենք, վառենք եւ այլն, այսինքն այդպեսի հաճելի գիշերը 4:30 շրջագայություն ոչ մեկ չի ունենում։ Ուրեմն նպատակային գնացել են, որպեսզի այրեն այդ մեքենան։ Հիմա հարցը առաջանում, ինչին այր այդ մեքենան, այդ պետք է բացահայտվի։ Կան կազմակերպիչներ, չկան այդ կազմակերպիչները ինչ մոտիվացիա են ունեցել, ինչ են ուզեցել ասել դրանով։ Այսինքն մեր Մայր Հայաստան ամբողջ խմբակցությունը, տեսեք, այո, ես կարծում եմ այո։ Թող բացահայտեն հասկանանք, մեր վարկածը դա է։ Հիմա տեսեք, Մայր Հայաստան խմբակցությունը առավոտից երեկո զբաղված է կոռուպցիոն ռիսկերը բացահայտելով սրանց վատ աշխատանքը ցույց տալով, անօրինությունավետությունը ցույց տալով եւ կոկորտներին է մնացել, որ մենք միակ խմբակցությունն ենք, որը ամբողջական աշխատում է։ Այսինքն երբ խոսում եք Փաշինյանի ջղաձգումներից ազգային ժողովում, այստեղ հիշենք, որ հարցը կոռուպցիային էր վերաբերվում։ Այո, այսինքն այդ փաստերը, երբ իրենց, ինչպես ասում է, դիմաց հանում ու դնում են անկառավարելի վիճակի մեջ է գցում Նիկոլ Փաշինյանին։ Ի վերջո նա գալիս էր արդարություն վերականգնելու համար, թալանածը հետ բերելու համար, կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Հիմա կոռուպցիոն փաստերը ասում են դուք եք արել։ Սրա պատասխանը ով է տալու։ Նայեք, ազգային ժողովում, երբ որ ընդդիմադիր падգամավորը ուղիղ հարցը տալիս, ասում է այդ անիֆի փողերը ինչ եղան։ Այդ նույն հարցի դեպ մենք Երևանի ավականիում ենք բարձրացնում։
Եվ պատկերացրեք, եթե ընդդիմադիր դաշտից մեկը այդպիսի մեղադրանքների մեջ կասկածվեր։ Միանգամից մամուլով տարածելով, ձերբակալություններով, ամեղության կանխավարկած խախտելով եւ այլն, այստեղ անիֆի պահով իրենք են հայտարարում, որ միլիոնավոր դոլարներ մսխվել են։ Նիկոլ Փաշինյանը ինքը գնահատական տվել է անիֆի գործունեությանը։ Հիմա ինքը փաստորեն ստացվում է, որ զուտ քաղաքական պատճառով չի կարողանում ընթացք տալ, ասեմ ինչու։ Արամ Սարգսյանը ոնց որ շանտաժ է անում, ասում է, թե մեր թալանի իրավունքը սահմանափակես եւ մեր մարդկանց գործից հանես, մենք կոալիցիայից դուրս կգանք, նայ հա արտահերթ կլինի, դու կպարտվես, դե պարզ է որ մեզ է պարտվելու, իրենք դա շատ լավ գիտեն, եւ շանտաժ է անում, ասում են մենք պետք է մնանք։ Իմ կարծիքով նույն շանտաժը նաեւ Տիգրան Ավինյանն է կարողանում իրականացնել Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որովհետեւ ասում է, եթե ես դուրս եկա, այնտեղ համակարգը կփլվի, դու միանգամից իշխանությունը կորցնես, պատկերացրեք Երևանում ինքը իշխանություն կորցնի։ Միանգամից համակարգը այո, հիմա դրա համար ազգային ժողովում երբ որ ասում են դուք թալանչի եք, իրենք հիստերիկանում են, որովհետև ինքը գիտի որ իրենք թալանչի են։ Ու հասկանում է, որ այն փոքր հատվածը հասարակության, որ մնացել է, որ դեռ ինչ-որ չափով հավատում է, որ սրանք իբր թե կոռուպցիոներ չեն, այդ ամեն ինչն էլ է փլուզում, դրա համար ինքը նյարդայնանում է։ Ինքը, եթե հիշում եք, ասում էր, ես չեմ նեղանում, որ ինձ թուրք են ասում։ Հիմա նա, երբ որ մենք իրան մեղադրում ենք, ասում ենք դու Արցախը հանձնեցիր, Հայաստանի անվտանգությունը չես ապահովում, Հայաստանի տարածքները հանձնում է սահմանազատման անվան տակ, թուրքերի օրակարգն է սպասարկում, ինքը մտքի մեջ ասում է այն էլեկտորատը, որ փոքրիկ ես ունեմ, այդ ամեն ինչի հետ օքեյ է, դրա համար ասում ես պրոբլեմ չունեմ, ինձ ասեք թուրք, բայց երբ որ թուրքի կողք իրեն ասում ես դու թալանչի ես, ընդ որում դա իր բրենդն է եղել ասելու առումով, չէ՞, ինքը միշտ ասել է, որ այ իմ ընդդիմախոսները թալանչիներ, նախկին թալանչիներն են, չէ՞։ Հիմա նախկին թալանչիների գլուխը ինքը լվացել է։ Այն առումով, որ նախկինները չէին ֆայմի այդպեսի բաներ անեն, ինչ որ իրենք են անում։ Եվ այդ լկտիությունը չունեին, այդ սանձարձակությունը չունեին եւ այդ նաեւ հովանավորությունը չունեին թալանի։ Հիմա սրանք եկել անցել են այդ ամեն ինչը, բնականաբար հարց կարող է առաջանալ, չէ՞, 7 միլիարդ դոլարով ավելացրել եք պետական պարտքը։ Ինչ է կարել այդ փողերը։ Ինչ է կարել այդ փողերը։ Ինչ որտեղ են ծախսվում բյուջեի միջոցները, կամ որ դուք ասում եք, այս ինչի տները ստեղ տեսանք, այնտեղ տեսանք, այդ ձեր օլիգարխներն են այդ տների տերերը դարձել։ Հիմա իրանք որ ասենք ինչ-որ անուններ են տալի, ասում են մոնումենտի ճանապարհին էս է, չգիտեմ, այս ինչի ճանապարհին, այս ինչի տունն է, հիմա այդ իրանց տներն են։ Այդ ինչ մի խնդիր կա, որ այդ ապօրինի գույքի անվան տակ իրանց այդ տները վերցնել են։ Դուք ձեր թալանչիները իրար հետ գնացեք, հասկացեք ինչ եք ուզում անել։ Նորաթուխ հեղափոխական օլիգարխներ են իհայտեք է։ Հիմա այս առումով երբ որ Նիկոլ Փաշինյանի ճակատին ասում են դա, ինքը հիստերիկանում է միանգամից սկսում է ինչ-որ բաներ ասել։ Դե պարոն Թևանյան, խոսեցինք նաև անպատժելիության մասին, այս վերջին օրերին այդ թաղապետի ուղակի ուղիղ եթերում հանցագործության, հա, խուլիգանության դրսևորման փաստը ունենալով չունենք առնվազն պաշտոնից նրա հեռացում եւ ինչու ոչ ձերբակալության փաստ, բայց զուգահեռաբար այս օրերին լրագրողի կնոջ գիշերվա կեսին գիշերած գեստով քարշ տալով տարել ոստիկանական, այսպես ասած, բիրտուժը կիրառել են ու ձերբակալել են։ Երկու էլի կոնտրաստ մի դեպքում իշխանական մերձ անձնավորությունն է, այստեղ կա հանդուրժողականություն, մյուս դեպքում պիտի պատժիչ ապարատը գործի ողջ խստությամբ։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները վարքագիծը գնահատելու համար եւ ընդհանրապես հասկանալու թե ինչ է սպասվում, ես մի քանի գիրք խորհուրդ կտայի, որպեսզի վերընթերցեն կամ ընթերցեն մեր հեռուստադիտողները։ Դա առաջին նախ Քաշնազարը։ Անպայման կարդալ, որպեսզի տեսնել թե ինչ է սպասվում եւ ինչ վիճակ կա, այնտեղ ուստիանել կա, բանել, մի խոսքով դա բոլորը կան։ Երկրորդը Օրելը։ Երբ որ դուք նկարագրում եք ոստիկանության վարքագիծը մի դեպքում այս ձեւով, մյուս դեպքում այն ձեւով, մենք հիշենք, որ Օրելու անասնաֆերմայում բոլորը հավասար էին, իսկ ոմանք ավելի հավասար։ Եվ այնտեղ Նապոլեոն Խոզը անում էր այն, ինչի դեմ պայքարել էր հեղափոխություն անելու ժամանակ, Նապոլեոն Խոզը մենք տեսանք։ Հետո մենք տեսնում ենք շրջված բուրգ ծուր հայելների թագավորություն, դեմագոգիա եւ պոպուլիզմ, դա էլի Օրվելի 1984-ն է, եւ որպեսզի Նիկոլ Փաշինյանի վախերը իր մտածողությունը պատկերացնենք, ուրեմն պետք է նաեւ ընթերցենք Մարկեսի Նահապետի աշունը։
կամ վերընթերցենք ովքեր նրանք ովքեր ծանոթ են ստեղծագործություններին։ Ահա այս 4 գրքերն են, իսկ ընդհանրապես եթե զվարճալի ձևով ենք ուզում նայել սրանց, ապա անպայման Օծյանի Փանջունին, այո, ընկեր Փանջունին, այդ հեղափոխական դեմագոգների եւ դատարկախոսների վարքագիծը, եթե ուզում ենք գնահատական տալ, Օծյանը տվել է։ Այնպես որ ցավում եմ, որ Օծյանը իհարկե միջազգային մասշտաբի չի բարձրացրել, բայց ինքը հաստատ այդ մակարդակի մեջ հաստատ Իլֆի Պետրովից ոչ պակաս կարող էր գնահատվել կամ նույն Օրվելից։ Այնպես որ ստեղծագործությունները նկարագրված է Նիկոլ Փաշինյանի այս ամեն ինչը, ինքը խոր վախերի մեջ է ապրում, ես համոզված եմ, ինքը վախենում է իշխանության կորստից եւ դա նրան դարձնում է ավելի ագրեսիվ, իսկ ինքը գիտի, որ հաստատ կորցնելու է իշխանությունը եւ այդ ագրեսիան դրանով է պայմանավորված։ Շնորհակալ եմ, պարոն Թևանյան, զրույցի համար, հարցազրույցին սպասեք վաղը։